Ես Արամն եմ, սովորում եմ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում, 4-րդ կուրսում եմ դերասանական բաժնում եւ բեմադրում եմ Սերգեյ Փարաջանովի Նռան գույնը 101-ի նվիրված ու միտքը ամեն ինչը ինձ մոտ ծագել է մոտ 3 տարի առաջ, շատ եմ սիրում Սերգեյ Փարաջանովին, գնահատում եմ իր թողաջարանգությունը ու այն ամեն ինչը ինչ որ ինքն է արել ժամանակին ու փորձում եմ հիմա այս իմ սերնդին տամ այն ամենը, ինչ որ ինքը չի կարողացել ներկայացնել կամ կարողացել է, բայց կիսատ կամ ոչ այդքան շատ հակագծերը բաց։ Ինչու Փարաջանով, որովհետև ընդհանրապես ինքը ասոցացվում է նռան հետ ու ես էլ ինձ եմ ասոցացնում նռան այդ մրգի հետ ու ընդհանրապես ինձ փոքր ժամանակվանից շատ են ասոցացրել նռան հետ, այսինքն ինձ որպես միրգ ու ես մրգի հետ, կոնկրետ նռան հետ շատ կապված եմ, այսինքն ամեն առումներով, թե սիմվոլիկայի, թե էսթետիկայի ու ոնց որ փոքր տարիքից սիրելով նուռը ու նուռը ասոցացնելով Սերգեյ Փարաջանովի հետ, բաց չէի թողնում, այսինքն միշտ աչքիս տակ ունեի ռեժիսորին ու իր ֆիլմերը ու քանի որ 100-ամյակներ ու կար միտք անելու սկսեցի ստեղծագործել, որովհետև հասկացա, որ ժամանակն է ու հավաքեցի սաստավ, դերասանները շատ խառը կուրսերից են, ռեժիսորներից կան, ովքեր որ մասնակցում են ներկայացման մեջ եւ պարողներից, երբ որ բեմադրել եմ, չեմ մտածել, որ պետք է լինեն պրոֆեսիոնալ պարողներ, որովհետև ես ինքս էլ պրոֆեսիոնալ պարող չեմ, ուղղակի ընտրել եմ պարողների, ովքեր որ ցանկություն ունեն պարելու ու կհետաքրքրի այս ամեն ինչը իրանց ու սկսել ենք 6-7 ամիս աշխատել, նույնիսկ պարողներ կան, որ երբեք մոդեռնով չեն զբաղվել, բայց սկսել եմ իրենց հետ աշխատել ինքս իմ ոճը նրանց տալով ու այսօր ֆիլմը ներկայացնում ենք մոդեռն պարային ոճով, չգիտեի անկեղծ ասած ուրիշ ձև ոնց կարող եմ անդրադառնալ ռեժիսորին, որովհետև դերասանության հետ մեկտեղ նաև որ զբաղվել եմ պարով, այդ իսկ պատճառով հասկացա, որ պետքա նոր ուղղություններ փնտրեմ ու Նռան գույնը ներկայացնեմ հանդիսատեսին պարային ոճով, նորություն ցույց տալով թատրոնին։ Ներկայացումը ներկայացվելով պարային ոճով ուզում եմ հանդիսատեսը նախ ծանոթ լինի ռեժիսորին Սերգեյ Փարաջանովին, որովհետև ես սիրում եմ իր խելառ ոճը, իր գեղեցկությունը, անսահմանությունը, էսթետիկան ու ուզում եմ նույնը նաև հանդիսատեսը տեսնի բեմից, որովհետև կարծում եմ, որ մենք տալիս ենք այդ ամեն ինչը, ինչ որ դիտողը տեսնում է ֆիլմում։ Դե ֆիլմը շատ ուսուցողական է, ճանաչում ենք պոետին Սայաթ Նովային, լսում ենք իր երաժշտությունը, այնտեղ այսինքն ֆիլմում օգտագործվելով տարբեր ռեկվիզիտներ, ատրիբուտներ, օրինակ գրքեր եւ նկարներ, կտավ, գորգ, այսինքն ամեն ինչի ինչ որ կարող կապված լինի կրթվելու հայրենասիրության հետ, երաժշտության հետ, այսինքն այդ ամեն ինչը ուզում եմ, որ հանդիսատեսը իր մոտ վերցնի, թեկուզ ներկայացնելով պարի տեսանկյունից։ Այն սիմվոլիկան, որը որ ֆիլմում ենք տեսնում Սերգեյ Փարաջանովի դեպքում, նույնը կա նաև այստեղ, այսինքն ինչ որ կոդեր, որոնք որ հանդիսատեսը իր հետ տանում է այստեղից ու փորձում է տանի իր մեջ ենթադրություններ անի ու փորձի գտնել ինչ է սա նշանակում եւ եթե նույնիսկ հասկանում են ինչ է դա նշանակում, ապա համարում եմ դա ստացված։ Ուսանող լինելով ու բեմադրելով նման դժվար ներկայացում իմ համար շատ մեծ ճանապարհ է այս ամեն ինչը ու կրթվելու մի նոր հարթակ, որովհետև անընդհատ բեմում լինելով մի նոր բան եմ հասկանում ու նոր գիտելիքներ եմ ստանում, նույնն էլ բեմադրելիս, առաջին ներկայացումը չի, որ բեմադրում եմ, սակայն առաջին բարդ աշխատանքն է, որովհետև ընտրել եմ նենց ռեժիսորի, որ իրեն շատ բարդ է հասկանալը, բայց իմ ու իր մեջ կապ տեսնելով հասկացել եմ, որ կարող եմ դա անել ինչքան հնարավոր է լավ։ Ու կասեմ, որ աջակցել են ինձ ներկայացման շրջանակներում Արամը Նիկոլյան, իր իսկ կարված հագուստներով ենք պարում ներկայացումը, Just Black-ն է,
հովանավորել, որի հիմնադիրն է Գայա Մանուկյանը, ուզում եմ իրան շնորհակալություն հայտնել, եւ այն մարդկանց, ովքեր որ կողքից թեթև ռեկվիզիտներով, ատրիբուտներով կարողացել են ներկայացումը հարստացնել ու կողքից կանգնել։ Ես Նարե Լևոնին եմ, երրորդ ռեժիսուրա բաժնից, երրորդ կուրսում եմ սովորում։ Այս ներկայացումով մենք հանդիսատեսին փոխանցում ենք մշակութային արժեքներ, նույն հենց Փարաջանովի նռանգույնը շատ սիմվոլիստական ներկայացում է, ու մենք ցույց ենք տալիս, թե Փարաջանովը եւ նույն ինքը մեր ռեժիսոր Արամ Սահակյանը ինչ էր ուզեցել ցույց տալ այս ամեն ինչով, նույն Սայեթնովայի կենսագրությունը, իր սերը, իր կյանքը, իր ապրումները եւ այլն։ Երբ որ իմացա այս պրոյեկտի մասին, իրականում շատ ուրախացա, որովհետև մեր քոլեջում սենց պարային ներկայացում ու սենց բարդ ներկայացում երբևիցե չէր եղել։ Այսինքն եղել էին պարային տարբեր ներկայացումներ, բայց սենց ավելի խորը, ավելի իմաստալից ներկայացում չէր եղել։ Ու քանի որ մենք այս ամեն ինչը հայկական մշակույթն է ցույց տալիս ու մենք մարդկանց սովորեցնում ենք, թե ով էր Փարաջանովը, ով էր Սայաթնովան, ես հասկացա, որ այս ներկայացումը իմ կյանքում շատ մեծ դեր կունենա, համ իմ համար, համ հանդիսատեսի, համ բոլորի համար, ու ես համաձայնվեցի խաղալ այս ներկայացման մեջ, որ եւս ես էլ ինչ-որ բաներ սովորեմ, ինչ-որ ոչ։ Ես խաղում եմ կանաչ կնոջ դերը, նույն ինքը Սայեթնովայի սերը Աննան, եւ շատ կարեւոր է այս դերը այնքանով իմ համար, որ մենք նույնիսկ գնացինք հանդիպեցինք այս կնոջ հենց դերակատարի հետ, Օսանայի հետ, եւ մենք նրանից սովորեցինք շատ տարբեր բաներ, որոնց մասին մենք չգիտեինք, տարբեր բաներ իմացանք հենց ֆիլմի մասին, որոնք գաղտնի էին եւ ինչքան էլ փորձում էինք վերլուծեինք, չէր ստացվում։ Բայց այդ հանդիպումը իմ համար էլ եւ բոլորիս համար էլ շատ մեծ դեր ունեցավ հենց ներկայացման համար, որովհետեւ մենք ավելի ընդգրկվեցինք ֆիլմի ներկայացման, նռանգույնի եւ Փարաջանովի մեջ։ Ինձ համար նռանգույնը շատ ստեղծարար պրոյեկտ է ու ինձ թվում է տարիներ էլ անցնեն եւ նույնն է գալու է մի շրջան, որ կարոտելու եմ այս ամեն ինչը, երեխեքին, երաժշտությունը, որովհետեւ ներկայացում, սաստավ, որը որ ուղղակի հրաշալի էր ու հրաշք են բոլորը, որովհետև անում ես գործ, որը գնահատվում է, սիրում են, սիրով են անում ու սիրուն է ստացվում իրականում։ Իսկ այդ ամեն ինչը մենք հասկանում ու լսում ենք միայն հանդիսատեսից։ Երաժշտության հետ կապված կարող եմ ասել, որ երաժշտությունը հող, ինչու հող, որովհետև հասկացա, որ հողը շատ տարբեր է մնացածից ու իրանով ավելի գեղեցիկ կարող է լինել ներկայացումը, որովհետև էլեկտրո ոճով ինձ թվում է առաջին անգամն է, որ կարող եմ բերել ու ցույց տալ։